Ինչպես է լինում, որ երբ մենք մեր մտքում ֆիքսում ենք ինչ-որ մի բան, այդ նույն երևույթը հաճախանում ու շատանում է մեր միջավայրում։ Մեր ուշադրությունը ուր ուղենք, հենց դա էլ կակտիվանա։ Որոնման ռեժիմը միացված է եւ ինքը ակամայից գտնելու է, բերելու է ու ստացվում է, որ մենք ձգեցինք տվյալ իրավիճակը մեր կյանք, մենք պրովոկացրեցինք տվյալ իրավիճակը մեր կյանք, տան կանոնը մագնիսականություն։ Մենք 1 րոպեվա ընթացքում ունենում ենք բազմահազար մտքեր։ Եթե պատկերավոր ներկայացնեմ, դա նման է միլիոնավոր գնացքներ ունեցող կայարանի։ Մենք հակված ենք այդ նեգատիվը տեսնելու, ինքը կրում է պաշտպանական ֆունկցիա։ Մարդը դառնում է խամաճիկ այդ մտքերի, պատկերացրեցիք, մտքերի խամաճիկ, այո։ Մտքերն են իշխում մարդու եւ ոչ թե մարդ իր մտքերին։ Ողջույն, ինչպես է լինում, որ երբ մենք մեր մտքում ֆիքսում ենք ինչ-որ մի բան, այդ նույն երևույթը հաճախանում ու շատանում է մեր միջավայրում։ Ինչպես է լինում, որ մենք մեզ ներշնչում ենք, որ ինչ-որ կարմիր թել կապված մեր բասկին կարող է իրականություն դարձնել մեր երազանքը, եւ դա այդպես էլ լինում է։ Իհարկե թելը չի աշխատում, աշխատում է ձեր միտքը։ Եվ ուրեմն, ինչպես աշխատացնել ձեր միտքը, նույն ինքը ենթագիտակցությունը ի նպաստ ձեր ցանկությունների ու երազանքների իրականացմանը։ Բացի դա, ինչպես է լինում, որ մարդիկ գերի են ընկնում իրենց բացասական մտքերին, ինչու մարդը իր իսկ բացասական մտքերից, որոնք իրեն ցավ են պատճառում, ունի կախվածություն։ Այս ամենին ու շատ ավելի մասին խոսել եմ այսօր հոգեբան Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ես համառոտ ներկայացրեցի մեր հետևորդներին այն բազմազանությունը, ինչի մասին մտադիր եմ, որ խոսենք, եթե հասցնենք, կխոսենք նաև ավելին։ Հասմիկ, ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ երբ մարդը ինչ-որ մի բան է ֆիքսում, անմիջապես այդ երևույթը իր միջավայրում հաճախակի բնույթ է կրում։ Ընդում մինչև կարմիր շորթներկ եւ սկսում է նկատել, որ ամեն երկրորդ կինը ունի հենց այդ երանգի շորթներկը, միջ այդ չեր էլ տեսել։ Շատ լավ հարց, որպես կանոն, երբ որ մենք գնում ենք գնումներ կատարելու, օրինակ մթերքը գնելու սուպերմարկետ, մենք պատահական չենք հայտնվի, չէ, որևէ բաժնում, որ մեզ պետք չի։ Ի սկզբանե, եթե մենք փնտրում ենք, օրինակ, յոգուրտ, մեր աչքը փնտրելու է յոգուրտ, որ հատվածում են, քանիսը կան, ինչ տեսակ են, չէ, ավտոմատ մեր աչքը դա զանազանելու է, տարբերելու է, ընտրելու է։ Նույն կերպ կարմիր շրթներկի օրինակը, երբ որ մարդը ուշադրություն է դարձնում դրա վրա, դրանից հետո կարծես թե ինքը սկսում է իր ուշադրության կենտրոնում դա է ու արդեն սկսում է դրանք նկատել։ Մինչ այդ կարծես թե իր կույր գոտում էր եւ ինքը տեսնում էր, բայց չէր նկատում։ Նույնը կատարվում է նաև ցանկությունների իրականացման առումով, հա, երբ մարդը ունի ինչ-որ մի մտադրություն, սկսում է փնտրել դրա իրականացնելու ճանապարհներ, հնարավորություններ, մարդիկ, ովքեր ունեն նույն ցանկությունն ու երազանքը, եւ առաջանում է մագնիսական ինչ-որ մի միջավայր, որը ուղղվում է այդ ցանկության ու երազանքի իրականացմանը։ Սա ենթադրում է որոշակի աշխատանք, թե արդեն մտքի ցանկությունը բավական է, որպեսզի դրան հանգուցալուծմանն ու իրականացմանը նպաստող մարդիկ ու իրադարձությունները ձգես։ Մարդիկ կարող են այդպես մտածել, որ մագնիսական ուժ ստեղծվեց, որ ինքն իրեն ձգեց, հա, այդ ամենը։ Իրականում դա ունի բացատրություն, երբ որ մենք մեր գլխում ունենում ենք ինչ-որ միտք, մենք անդադար մտածում ենք դրա մասին, թեկուզ տվյալ պահին ակտիվ չի այդ միտքը, մենք այլ բանով ենք զբաղված, բայց միևնույն է, пассив այդ միտքը շարունակում է լինել մեր գլխում, հա, ու ավտոմատ կարծես թե մեր աչքը նախորդ օրինակի հիման վրա մեր աչքը արդեն փնտրում է հենց այդ որոնման ռեժիմը միացված է եւ ինքը ակամայից գտնելու է, բերելու է ու ստացվում է, որ մենք ձգեցինք տվյալ իրավիճակը մեր կյանք, մենք պրովոկացրեցինք տվյալ իրավիճակը մեր կյանք, տան կանոնը մագնիսականություն։ Հասմիկ, շատ տարածված է կարմիր թելը, ժապավենը, բասկին կապում են իրականացնելու համար իրենց երազանքը։ Ես փորձել եմ, իսկապես կարծես թե աշխատող մի երևույթ է, անընդհատ անկախ քեզանից քո իսկ ուշադրությունը դարձնում ես ձեռքիդ կարմիր թելին, հիշում ես թե ինչու էր դու դա կապել, սա թելը չի աշխատում, չէ՞։ Աշխատում է ինչը։
Աշխատում է դիրքորոշումը։ Մի շատ լավ մուլտֆիլմ կա խորհրդային շրջանի, բոլորը կարծում եմ կամ մեծամասնությունը տեսած կլինեն Ոզնու եւ Նապաստակի մասին, երբ որ Ոզնին ու Նապաստակը ճանապարհ են ընկնում եւ ճանապարհից Ոզնին գտնում է մի ինչ-որ փայտի կտոր ու այդ փայտի միջոցով կռվում է գայլերի դեմ, փայտի միջոցով կարծես փրկվում են, հա, տարբեր վատ սիտուացիաներից, իրավիճակներից եւ վերջում արդեն պիտի բաժանվեն իրարից, ամեն մեկ իր ճանապարհով գնա, Նապաստակը խնդրում, ասում է Ոզնի դու փշեր ունես, կարող ես պաշտպանել քեզ, խնդրում եմ փայտը տուր ինձ, մուլտֆիլմը Պալաչկա վրուչալաչկա ներողություն ռուսերեն արտահայտության համար եւ ինքը Նապաստակը կապում է այդ հաջողությունը փայտիկի հետ եւ Ոզնին ասում է փայտիկը կարող ես վերցնել ռուսերեն էլի մեջբերեմ պալաչկա а выручалочка то здесь այսինքն փայտը ուղղակի նյութ է որը պետք է գործածել կարողանալ գործածել ինչի շնորհիվ ստեղծարար մտքի Հիմա կարմիր թելի օրինակը, այդ կարմիր գույնը կարող է լինել դեղին, կարող է լինել կապույտ, ցանկացած գույն կարող է լինել։ Ուղղակի ինչ որ մեկը որոշել է, որպեսզի դա պիտի լինի կարմիր եւ գունային ազդեցության, եթե տեսանկյունից վերցնենք, կարմիրը ինքը հենց այդ ազդանշան տվող հատկությունը ունի, որ նայում ենք ու ինքը անընդհատ հիշեցնում է, խարսխելու մասին է։ Երբ որ թելը կապում է մարդ իր ձեռքին, ինչ որ այնտեղ ծիսակարգի նման է, չէ, որ քանդվում է, թե ինչ որ այսքան հանգույց եւ այլը եւ այլը։ Մի խոսքով, այս ամենը ոնց որ կապվում է այդ երազանքի կամ ցանկության հետ ու մարդը իր ձեռքի վրա կրում է իր երազանքը, այն հավատով ու մտքով հենց կապեց վերջ, այլևս ոչ մի խոչընդոտ չի կարող լինել եւ այդ երազանքը կատարվելու է։ Իրականում մտքի ուժն է աշխատում, ոչ թե տվյալ թելն է օգնում, հա։ Տվյալ թելի փոխարեն կարող է ցանկացած բան լինել։ Ես իմ այցելուներից մեկի հետ աշխատանքի ընթացքում սովորական ինչ որ մատանու նման մի բան էր, բայց մատանի չէր։ Ինքը այդ մատանին իր մատին դրեց ու դա դարձավ հենց նույն այդ խարսխող էֆեկտով ինչ որ միտք ակտիվացնելու միջոց։ Հիմա հարցը նա է, որ մարդիկ կարևոր են ոչ թե կապեն ինչ-որ բաների հետ, հա, այլ կարևոր են իրենց մտքի ուժը։ Մենք ունենք ստեղծարար ներուժ, մենք ունենք աննկարագրելի ներուժ ներհոգեկան եւ անհրաժեշտ է գտնել միջոցը այդ ներուժը ակտիվացնելու եւ այդ ներուժի շնորհիվ ցանկացած, չգիտեմ, երազանք, ցանկություն իրականացնելու ու նույնիսկ ինչու ոչ նաեւ ստրեսային իրավիճակներ, անցանկալի իրավիճակներ, բարդություններ, ճգնաժամեր որ մարդ ունենում է, հենց այդ ներուժի շնորհիվ հնարավոր է դառնում ել ավելի դյուրին դա անցկացնել, հա։ Ուզում եմ կարևորում եմ այստեղ խոսել նրա մասին, ինչպես ակտիվացնել դա, ինչպես է աշխատում մեր միտքը։ Մենք ունենք ուշադրության կենտրոնացման հնարավորություն, չէ՞, եւ մեր ուշադրությունը ուր ուղենք, հենց դա էլ կակտիվանա, նման է մեր ուշադրության կենտրոնացումը, եթե մետաֆորիկ օրինակը բերեմ, ջրի, որ ջրում ենք ցանկացած սերմիկ, բույս եւ այդ ջրելով բնականաբար ինքը աճում է, ծաղկում է։ Եթե մեր միտքը, մեր ուշադրությունը կենտրոնացած է բացական մտքի վրա, մենք ջրում ենք, մետաֆորիկ, ջրում ենք տվյալ միտքը եւ իրեն մեծացնում ենք։ Եթե դրական, մենք ջրում ենք այդ դրական միտքը եւ մեծացնում ենք։ Կան մարդիկ, որ ունեն օրինակ ախտորոշված նույնիսկ անբուժելի հիվանդություններ եւ այնպես է ստացվում նույն ուռուցքային, հա, հիվանդությունների շարքից, որ գիտությունը որևէ կերպ դա չի կարող բացատրել, ինչպես է ստացվում, որ օրգանիզմում ներծծվում է դա ու մարդը հաղթահարում է դա, բուժվում է ու ինքը ապրում է շատ երկար տարիներ առողջ։ Եվ ինչ որ մեկը ունենում է, չգիտեմ, մատը փուշ մտավ ու դա կարող է լինել մահացու իր համար։ Որովհետև ներշնչում է իր մեջ, որ դա հիմա կդառնա ինչ-որ մի խնդիր, որը մահվան ելքով է անպայման լինելու։ Ու այդպես է լինում է։ Մենք դիրքորոշում ենք մեզ։ Մեր ուղեղը, կարծես թե հենց այդ ծրագրավորման օրգանն է կամ ծրագրավորող օրգանն է կամ կարող ենք դիտարկել նաև որպես մկան, որ ինքը աշխատում է։ Ինչ ենք այնտեղ մենք ներմուծում, ինչպես ենք համակարգչից օգտվում։ Եթե ինչ-որ բան ենք որոնում, մենք հստակ գրում ենք ինֆորմացիան, մեր ինչ ենք ուզում, հա, ստանալ։ Գրում ենք հրահանգը, ինֆորմացիան բերում է։ Նույնը ուղեղի պարագայում է։ Ինչպես ենք մենք մտքերը մեր ծրագրավորում։ Մենք մեր գլուխ
ներմուծում ենք տվյալ բացական միտքը եւ հետո դա տեղի է ունենում ու հետո մարդ ասում է վայ տեսեք ես զգում եի կանխազգում եի իհարկե ինտուիցիայի մասը պետք չի բացառել մենք դրա մասին կարծում եմ խոսենք բայց պետք է հաշվի առնել որ երբ որ մենք կենտրոնանում ենք բացական մտքի վրա, մենք կարծես թե արդեն սկսում ենք ծրագրավորել, որ հենց այդպես էլ կլինի, սկսում ենք հավատալ այդ մտքին։ Եթե մենք սկսում ենք հավատալ այդ մտքին, ինչ է տեղի ունենում ներհոգեկան միջավայրում։ Ուղեղը կարծես ստանում է հրահանգ, որ այսպես պիտի լինի։ Մեր ենթագիտակցականը չտառը չի հասկանում։ Պետք է ուշադրություն դարձնել խոսքին, ինչպես ենք մենք ձևակերպում մեր մտքերը։ Օրինակ, ես չեմ ուզում հիվանդանալ։ Մեր ենթագիտակցական հասկանում է ես ուզում եմ հիվանդանալ։ Ես չեմ ուզում այս, ես չեմ ուզում այն, մենք ավելի շատ եւ ավելի հեշտությամբ կարողանում ենք բարձրաձայնել այն, ինչ չենք ուզում, քան այն, ինչ ուզում ենք։ Եվ այս դեպքում ես առաջարկում եմ հեռուստադիտողին հենց այս մտքերի ձևակերպման եւ վերաշարադրման վրա ուշադրություն դարձնել, երբ որ ինչ-որ մի բան են ուզում, իրենք իրենց հարց տան ինչպես են դա ուզում եւ ձևակերպումը լսեն, թե ինչպես է հնչում, քանի որ մենք մեր ներքին դիալոգը այդպես չենք վերահսկում, չէ՞, չենք կառավարում։ Ես շատ հաճախ ակցենտը դնում եմ նրա վրա, թե ինչպես է հնչում նույն բովանդակությամբ բացասական ձևակերպումը, եւ երբ որ նույն բովանդակությունը դրական ձևակերպումով մենք այո բարձրաձայնում։ Օրինակ, ես վստահ չեմ, որ ես կունենամ հաջողություն ինչ որ ոլորտում։ Հիմա միտքը նրա մասին է, որ մարդը անհանգստություն ունի, որ ինքը ինչ որ հաջողություն չի ունենա, չէ՞։ Այստեղ արդեն կարծես թե ձևակերպում արդեն ենթադրում է, որ այդ հաջողությունը չի էլ ունենալու, քանի որ ինքը արդեն հավատում է այդ մտքին, ինքը գիտի այդպես է լինելու է, եւ ենթագիտակցական ամեն ինչ անելու է, որ մարդու հրահանգը ի կատարածվի, քանի որ այն ճակերտավորած ծառայում է մեզ։ Եվ նույն բովանդակություն հիմա էլ ձևակերպմամբ, որ շատ կարևոր է, որ մարդ ազնիվ լինի իր հույզերի հետ, իր զգացողությունների հետ։ Օրինակ, երբ մարդ կոնկրետ հենց հաջողության մասով, ունի կասկածներ, անհանգստություն, այստեղ պետք է դադար տալ 1, 2, 3 վայրկյան եւ ինքն իրեն հարց տա. Ինչ եմ ես զգում։ Վախ, անհանգստություն, տագնապ, գուցե այնինչ պլանավորում է իր կյանքի որակը դրանից է կախված, եւ այլն, տարբեր հարցեր։ Ու դա արդեն ներշնչում է մարդուն իր համար անցանկալի եւ վախերով լի ապագայի պատկեր։ Սրա փոխարեն պիտի հարցնի ու ազնիվ լինի իր հետ, ինչ եմ ես զգում հիմա։ Ու գրի, շատ կարևոր է որ գրի առնի կոնկրետ վախ, անհանգստություն, կասկած, հիասթափություն եւ այլն։ Գրելուց հետո փորձում է մարդ ինքն իրեն թույլ տալ վերապրել այդ հույզերը, կարծես թե մնա այդ հույզերի հետ, ոչ թե թույլ տա, որ հույզերը դոմինանտ են գերիշխեն իրեն, այլ կարծես թե դիտորդի դիրքից, կողքից նայի, թե իր հետ ինչ է կատարվում հիմա եւ իր ներսում ինչն է գերիշխում։ Մի քանի վայրկյան է սա տևում եւ տրանսֆորմացիա է տեղի ունենում, շատ կարեւոր է, որ այդ մի քանի վայրկյանը թույլ տալ եւ մնալ այդ վիճակի հետ։ Տրանսֆորմացիան հետեւյալ կերպ է արտահայտվում, զգացողությունները փոխվում են։ Կարծես թե մարդ մինչ այդ վախի, անհանգստության, տագնապի, շղարշի ներքո լրիվ այլ կերպ էր տեսնում իրականությունը, այլ գույներով, այլ պատկերներով եւ հիմա կարծես թե արթնացավ ու լրիվ այլ պատկեր է ստացվում։ Որտեղ տեսնում է իր ուժը, որտեղ տեսնում է չափազանց շատ հնարավորություններ, մեկ էլ բայ։ Մարդը երբեմն այս երասկոտության վիճակում անկախ իրենից է հայտնվում եւ երբեմն էլ չես կարողանում միտքդ ստիպել, ֆիքսել ինչ-որ ցանկության վրա, գիտակցելով, որ հիմա ես ուզում եմ տրամադրվեմ այսինչ ցանկության իրականացման համար եւ փորձեմ այդ ձեր նկարագրած վարժությունը անել, բայց չես կարողանում ֆիքսել միտքդ, հավաքել միտքդ այդ ամենի շուրջ։ Այո, հրաշալի։ Մենք 1 րոպեվա ընթացքում ունենում ենք բազմահազար մտքեր։ Եթե պատկերավոր ներկայացնեմ, դա նման է միլիոնավոր գնացքներ ունեցող կայարանի, որ զուգահեռաբար իրենք շարժվում են, եւ որpիսի միտքը մենք կարողանանք պահել, դրա համար նշեցի, որ թուղթ եւ գրիչ։ Եթե մենք մտովի անենք այդ աշխատանքը, այդ գնացքների էֆեկտով միտքը թռնելու է այստեղից, այնտեղ։ Բուդդիզմում շատ հետաքրքիր է, որ օրինակ են բերում, հենց այս վիճակը ինչ նկարագրեցիք,
թրջող կապիկի, որ ծառից այս ծառից այն ծառ է թրջում, այս ծառից այն ծառ է թրջում եւ չես կարողանում բռնել իրեն, հա, ֆիքսել, որ աշխատես տվյալ մտքի հետ։ Մեզ օգնում է թուղթու գրիչը եւ մատորիկան ձեռքը, որը որ պահում է հենց ֆոկուսը, այլտեղ չեն կարող շեղվել։ Եվ միտքը գրելուց հետո հետաքրքիր է, որ շատ այլ մտքեր են բացվում։ Կարծես թե հենց այդ փակագծերն են, սեղմ, հա, տվյալ միտքը սեղմած իր մեջ շատ մեծ հուզական ծավալ գրելով բացվում է ու կարող է այդ մի 3-4 բառը դառնալ 2 էջ։ Որ ժամանակահատվածն է օրվա ընթացքում առավել նպաստավոր այս պրակտիկան իրականացնելու համար, եթե ավելի կարևոր է մարդու ներքին ռեսուրսը այդ պահին, հոգնածության պահին ոչ, քնելուց առաջ միգուցե այո, առավոտյան շուտ այո, արդյոք կա ժամային կամ էներգետիկ ինչ-որ մի առավել նպաստավոր գոտի։ Այո, դիտարկենք անհատական մասով, յուրաքանչյուր մարդ ունի իր կենսաբանական ժամացույցը, իր կենսաբանական ռիթմերը, չէ՞, եւ կարեւորը որ յուրաքանչյուրը իրեն հարց տա, օրվա որ ժամն է ինքը կարևորում հատկացնել ինքն իրեն կոչվում է հոգեհիգիենա, հա, այդ աշխատանքին։ Որտեղ ինքը կկարողանա մնալ իր հետ, իր մտքերի հետ, այդ 15-20 րոպեն արդեն ահռելի ժամանակ է, որովհետև հաճախ ասում են ժամանակ չունեմ, հատկապես եթե ունենում են մանկահասակ եւ ավելի փոքր երեխաներ, բնականաբար ժամանակը տանում է, ընդամենը 15 րոպեն կարող է մեծ էֆեկտ տալ։ Ինչ որ մեկի համար դա քնելուց առաջ է, հա, այդ ժամը, որ ինքը կարողանում է կենտրոնանալ, ամփոփել օրը, տեսնել, նայել, վերանայել, մեկ ուրիշի համար առավոտյան արթնանալուց հետո, մեկ ուրիշի համար ցերեկը։ Այստեղ յուրաքանչյուր մարդ իրեն հարց պիտի տա, որն է այդ ժամանակը։ Այստեղ կարևոր է, որ առօրյայի այս թոհուբոհի մեջ այդ ժամանակը համենայն դեպս գտնել։ Ինչու է այս պարադոքսալ իրավիճակը հաճախ մարդկանց մոտ կրկնվում այն մտքերը, պատկերացումները, հիշողությունները երբեմն, որոնք ցավ են պատճառում եւ տհաճություն են պատճառում մարդկանց, նույնիսկ երևակայական իրավիճակ կարող է լինել։ Մարդիկ չեն բաց թողում, իրենք անընդհատ իրենց մտքի մեջ դա պտտում են, հասցնում են իրենց էմոցիոնալ, նույնիսկ ծայրահեղ վիճակի ընդհանուր մինչև արտասվել, բայց ընդհանրապես Կիկոսի մահն էր։ Բայց սա թակարդ է մտքի համար։ Այո, իմ սիրելի հեքիաթը օրինակ բերելու համար հենց նմանատիպ իրավիճակներում ինչու են մարդիկ հակված ավելի շատ նեգատիվ մտքեր ունենալու, ապրիորի, եթե վերցնենք էվոլյուցիոն զարգացումը, մարդկանց պետք է եղել նեգատիվը նկատել, որպեսզի այդ գոյատևումը կարողանան ապահովել իրենց։ Օրինակ, եթե վերցնենք նախամարդկանց ժամանակաշրջանը, որևէ մեկի համար հաստատ տվյալ պահին առաջնահերթության մասով եմ, հա, ասում, որևէ մեկի համար տվյալ պահին կարևոր չէր հիանալ ինչ-որ գեղեցիկ ծաղկով, գեղեցիկ ամպիկով, երկնքով, բայց զուգահեռ կա այնտեղ գիշատիչ կենդանի, օրինակ վագր, որ կարող է ամեն վայրկյան իր վրա հարձակվել, չէ՞։ Եվ այստեղ ուշադրության կենտրոնացումը որտեղ է եղել վտանգի վրա, որպեսզի կարողանան պաշտպանվել, այսինքն գոյատևման հարց են լուծում, գոյաբանական խնդիրը չէ, նաև էգզիստենցիալ հարց է դառնում։ Ու այսպես գենետիկ հիշողությամբ կարծես թե փոխանցվել է եւ մենք հակված ենք այդ նեգատիվը տեսնելու, ինքը կրում է պաշտպանական ֆունկցիա։ Արդյոք այստեղից մենք կարող ենք եզրակացություն անել, որ այն մարդիկ, ում գլխում հաճախ է առաջանում նեգատիվ միտք, դա այն մարդիկ են, ովքեր պաշտպանելու կարիք ունեն իրենց եւ պաշտպանված չեն զգում։ Այո, հենց այդպես է։ Հիմնականում մարդիկ ունենում են նեգատիվ մտքեր, երբ որ ունեն անապահովության զգացում, անպաշտպան են իրենց զգում, իսկ սրանք բազային կարիքներ են, որոնք մանկահասակ տարիքում պետք է ստանան իրենց բավարարումը եւ մեծահասակ տարիքում, արդեն հասունության շրջանում, կյանքի որակով է արտացոլվում, արդյոք դա բավարարվել է, թե մասամբ է բավարարվել, թե ընդհանրապես չի բավարարվել ու դա անդրադառնում է մարդու ողջ կյանքի ընթացքում։ Այս դեպքում կարծես թե միանում է ինքնապաշտպանման ռեժիմը, եթե վերցնենք օրինակ բոքսը, այդ բոքսի ձեռնոցներով պատկերացնենք մարդը այս վիճակով կանգնած է կյանքի առաջ, կյանքը ապահով չէ, կյանքը այնտեղ տեղը չէ, որը կարելի է վստահելի համարել։
Եվ ինքը պիտի ունենա 100% միացված վերահսկողություն։ Այստեղից կարող են առաջանալ քնի խանգարման խնդիրներ, այստեղից կարող է առաջանալ դեպրեսիվ, քնի խանգարումը բերում է դեպրեսիվ խանգարման եւ շատ այլ նույնիսկ օրգանական ինչ որ խնդիրների, չէ, հոգեսոմատիկ դրսևորումների։ Եվ ինչ է պետք այս դեպքում անել։ Շատ կարեւոր է, եթե մարդ գիտի, տեսնում է կամ հասկացավ, գիտակցեց, որ ինքը նմանատիպ խնդիր ունի, անմիջապես դիմել հոգեբանական ծառայության, հոգեբանական խորհրդատվություն կամ հոգեթերապիա։ Ասում են, որ կա մի բավականին դյուրին միջոց, երբ մարդու զգում է, որ իր տագնապայնությունը այլևս անհանգստացնող աստիճանի է հասել, ասում են մի փափուկ ինչ-որ մի հագուստով փաթաթվեք, ինքներդ ձեզ տաքացրեք, ինքներդ ձեզ գրկեք, սա ինչ ազդանշան է ուղարկում մարմին ու ուղեղին, հետևապես նաև այդ պահին նրա մտքերին, հոգեբանությանը, ինչու է, որ այս փափլիկը առարկաների հետ շփումը, նույնիսկ անտիստրես են դրանք կոչվում, հանգստացնում մարդու նաև միտքը։ Ձեր մարմնի դիրքով, ժեստերով, կարծես թե հենց փոխանցում եք այ ինչի մասին է խոսքը, էմբրիոնի վիճակը, երբ որ ամեն ինչ ապահով է, ամենաապահով վիճակը հենց դա է։ Ու երբ որ մարդիկ ունենում են տագնապային գրոհներ, ունեն անհանգստություն, հա, բարձր է տագնապայնությունը, շատ կարևոր է, որ էմբրիոնի դիրքով պառկեն։ Եվ հաճախ ես խորհուրդ եմ տալիս հողակցման համար, այս դեպքում մարդը չունի հողակցում։ Հողակցման համար հենց հատակին, ինչ որ փափուկ բան, հա, հատակը եթե չկա գորգ եւ այլն, ինչ որ փափուկ բան գցեն հատակին ու պարկեն հատակին հենց էմբրիոնի դիրքով ու հետևեն իրենց շնչառությանը, կատարեն շնչառական վարժություններ։ Փափուկ, տաքուկ վիճակը հենց տալիս է այդ ապահովության ու պաշտպանվածության զգացողությունը։ Առհասարակ նման դեպքերում շատ կարևոր է ծածկոցը, այո, շատ կարևոր է տաք թեյ խմել կամ ինչ որ մի մարդու հետ ում հետ կա արդեն վստահելի հարաբերություններ, հուզական, անպայման խոսել, կոնտակտի մեջ լինել, չմնալ դրա հետ փակված։ Ես մի վարժություն կարող եմ առաջարկել նմանատիպ դեպքերում, քանի որ նեգատիվ մտքերը իրենք գրոհում են եւ մարդը անկարող է դառնում տվյալ իրավիճակում վերահսկել ու մարդը դառնում է խամաճիկ այդ մտքերի, պատկերացրեցիք, մտքերի խամաճիկ, այո, մտքերն են իշխում մարդու եւ ոչ թե մարդ իր մտքերին։ Այստեղ բերում եմ նաեւ ձիու եւ ձիավորի օրինակը։ Երբ որ մարդ հեծված է ձիու վրա, ձին դիտարկենք այդ հույզերը, ինքը կարողանում է դրանք կառավարել։ Հակառակ դեպքում հույզերն են կառավարում մարդուն։ Դրա համար վարժությունը հետեւյալն է։ Անպայման նորից թուղթ ու գրիչով, որպեսզի այդ քաոտիկ վիճակը կարգավորել, կարևոր է, որ մարդ հստակեցնի նախ ինչ է զգում այս պահին։ Կոնկրետ, տվյալ պահին, այստեղ եւ հիմա, միշտ պետք է բերել այստեղ եւ հիմա, ոչ երեք, ոչ վաղը։ Ինչ զգաց, հույզերը գրել, 1, չգիտեմ, վախ, 2, ստագնապ եւ այլն եւ այլն։ Զգացողությունները եւս կարող են նաեւ մարմնական զգացողություններ դուրս բերել։ Այնուհետեւ յուրաքանչյուր գրված բառի դիմաց գրել, որ մտքից առաջացավ այս զգացողությունը, այս հույզը, ին որ միտքը, ին որ պատկերացումը բերեց սրան։ Սա կոգնիտիվ վարքաբանական, այո, հոգեթերապիայի տեխնիկա է, որը հրաշալի աշխատում է հենց հուզական վիճակների եւ այդ հուզական վիճակները կարծես թե բացվում են ու տեսանելի է դարձնում, թե մենք ինչ ենք մտածում եւ ըստ նույն ուղղության մենք զգում ենք այն, ինչ մտածում ենք, մեր մտքերն են ստիպում մեզ այս կամ այն հուզական վիճակի մեջ որպեսզի մենք հայտնվենք։ Դրա համար յուրաքանչյուր մարդ պիտի գիտակցի, որ ինքը ավելին է, քան իր հույզը, իր միտքը չէ ինքը, իր զգացմունքը չի, իր զգացողությունը չի, ինքն ավելին է։ Եվ իշխանությունը այս դեպքում, հա, վերահսկողությունը, այո, վերցնում է իր ձեռքը։ Կարելի է նաև անել հետևյալ վարժությունը նեյրոլինգվիստիկ ծրագրավորումից, երբ որ փոքրացնում է պատկերը անձը։ Մարդը տեսնում է, ասենք ինչ որ մի վախենալու իրավիճակ է իր համար կամ անհանգստացնող, փորձում է պատկերացնել ինչ չափսերի է եւ փորձում է քիչ-քիչ փոքրացնել։ Նման է
փուչիկի, երբ որ օդը դուրս է գալիս փուչիկի միջից, մեծ կարող է, չէ, օդը մեծ տարածք է ծավալ է գրավում, երբ որ ծավալը փոքրանում է, ինքն էլ է փոքրանում, այն նույն էֆեկտով կարելի է այս տեսողական վիզուալ պատկերների միջոցով նվազեցնել, իջեցնել այդ անհանգստացնող վիճակները, բայց միևնույն է նմանատիպ իրավիճակներում միանշանակ պետք է դիմել մասնագիտական աջակցության։ Իդեպ այս նույն վարժությունը կիրառելի է նաև զայրույթը մեղմելու համար։ Ասում են, որ այն մարդու հանդեպում զգում ես այդ զայրույթը, բարկությունը, հենց այդ պահին նրան պատկերացրու ինչ որ նրան ոչ բնորոշ իրավիճակում, ծառից կախված հումորային ինչ որ մի իրավիճակում։ Գիտեք, ես ինչ եմ առաջարկում նման իրավիճակներում պատկերացնել ինչ որ մուլտ հերոսի, որը ծիծաղելի տեսք ունի։ Փոքրիկ անճոռն ինչ որ ծիծաղելի, որ մենք ունենք նեգատիվ հուզական վիճակ եւ դա ամրապնդում ենք դրականով, պոզիտիվով։ Եվ այսուհետեւ, երբ որ տվյալ մարդուն կհանդիպի, այն մարդու ում մոտ այդ զգացողություններն են, իր մոտ այդ ժպիտն է առաջանալու, որովհետեւ այստեղ ուղեղում արդեն ամրապնդվել է, որ այն նեգատիվ կշիռը որ կար, չէ, այլևս արժե զրկված է։ Եվ ինքը տեսնում է տվյալ մարդուն, բայց ունի արդեն այն էմոցիաները, որ այդ մուլտ հերոսից իր մոտ արդեն առաջացել է։ Իդեպ այս առումով, եթե ձեզ նայում է մեկ մարդ, ինչ որ մի մարդ եւ անտեղին սկսում ծիծաղել, ուրեմն կամ Հասմիկի ասած տարբերակն է, կամ մեկ այլ տարբերակ կա, որի մասին ես իհարկե կլռեմ, պարզապես հիշեցնելով մեզ բաժանորդագրվելու մասին։ Սեղմեք նաև զանգակը հաջորդ ներբեռնումները բաց չթողնելու համար, ինչպես նաև մենք կանք Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Հասմիկ, լինում է, որ մարդու էներգիան հյուծված է նաև էմոցիան եւ միտքը, ինչը անհնարին է դարձնում այս տեխնիկաների օգտագործումը, մտքի ներուժի օգտագործումը, երազանքների, ցանկությունների իրականացման համար, նաև ինչ որ իրավիճակներից դուրս գալու համար։ Ուրեմն առաջին հերթին պետք է լիցքավորել մարդկոցները, ինչպես սա անել։ Սա ինքնախնամքի մաս է կազմում եւ ինչ նկարագրեցիք հուզական այրման մասին է, երբ որ մարդը ոչ միայն չի կարողանում, այլ նաև ցանկություն չունի։ Իր միակ ցանկությունն է ուղղակի պարկել լռության մեջ կամ ինչ որ միտեղ լռության մեջ, հա, եւ լսել այդ լռության սիմֆոնիան, այլևս ոչինչ չտեսնել ու չլսել, գոնե ինչ որ ժամանակահատված։ Ինքնախնամքի համար յուրաքանչյուր մարդ պիտի կազմի իր համար ցանկալի զբաղմունքի միջոցները, որոնք որ իրեն լիցքավորում են։ Օրինակ, մարդ կարող է նշել 5 բան, որ ինձ ուրախացնում է, որն ինձ ուրախություն է պատճառում։ Գուցե ինչ որ մեկը աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, աշխատանքային ռեժիմներ թույլ չի տալիս, հնարավորություն չի տալիս, հա, ու նույնիսկ մարդը մոռացել է նրա մասին, ինչը իրեն ապրեցնում էր, ինչն իրեն ուրախացնում էր, ու որպես կանոն ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը մոռացության է տալիս անձնական կյանքը, չէ, աշխատանքը ամբողջը խլում է։ Աշխատանքի ընթացքում թեկուզ տալ ընդամենը մի քանի րոպե ժամանակ, մաքսիմում 5-10 րոպե, դա բավական է, բավականաչափ ժամանակահատված է վերալիցքավորվելու համար, ինչը կուրախացնի։ Ինչ որ մեկը ունի իր սիրելի երաժշտությունը, երբ լսում է ու դա ինչ որ հաճելի հիշողությունների մոտ առաջացնում, կամ ուղղակի ինչ որ հոգեվիճակի մեջ են գցում, որը կտրում է այն իրականությունից, որ իրենից խլում է այդ էներգիան։ Կամ ինչ որ այլ զբաղմունք, զբոսնել, իդեպ շատ կարևոր է զբոսանքը, մենակ հատկապես, մենակ զբոսանքը օգնում է մարդուն հավաքել իր մտքերը, այն նույն քաոտիկ վիճակը քայլքը օգնում է, որ կարծես թե դասավորվի, հա, պատկերացնենք պահարան, որտեղ հագուստը ամեն մեկը ինչ որ տեղ է, խառնաշփոթ է եւ այդ քայլելու շնորհիվ մենք այդ պահարանը մետաֆորիկա մեր գլխում ավտոմատ դասավորում ենք։ Ու այն խնդիրները, որոնք մեզ թվում էր անկարելի, անհնար լուծման առումով կամ անելանելի ինչ որ իրավիճակում մենք մեզ պատկերացնում, թե այդ զբոսանքից հետո թվում է թե ոչ, դա այդքան էլ այդպես չէ։ Ֆիզիոլոգիական մակարդակով է նաև դա աշխատում, քանի որ նույն քայլելու միջոցով մաքուր օդ, չէ, զբոսանքի ընթացքում մենք նաև կարծես թե օդափոխում ենք մեր ներքին միջավայրը, որ հնարավորություն չունենք ակտիվ կոնտակտի ժամանակ, մենք մեր հետ ենք մնում։ Եվ այս դեպքում ինչա մեզ դա տալիս է ֆիզիոլոգիական մակարդակով, օրինակ դոֆամինի, հորմոն դոֆամինի քանակի բարձրացում արյան մեջ, որը օգնում է մեզ տարբեր խնդիրներ լուծել, հաղթահարել եւ պահում է մեզ էներգետիկ,
Այո, եւ պահում է մեզ էներգետիկ այդ ակտիվ վիճակում։ Ոչ թե այն էժան դոֆամինը, որ այս տերմինը հիմա շատ գործածվում է, էժան դոֆամինը, երբ որ թերթում են ինչ-որ սոցիալական հարթակներ եւ ինչ-որ զգացողություն է առաջանում, որը տևում է մի քանի վայրկյան, մի քանի րոպե, հա, հետո նորից մարդու մոտ այսպես անկում է լինում բնական միջոցներով, իսկ մենք բնական միջոցներով այն նույն քայլերը, լողը, յոգան, բնության մեջ ուղակի լինելը, հաճելի մարդկանց հետ շփումը մեզ տալիս է բնական ձևով այդ դոֆամինի քանակի բարձրացումը, այդ հնարավորությունն է տալիս, որը երկարատև մնում է մեր օրգանիզմում եւ օգնում է այս կամ այն խնդիրներ հաղթահարելու համար։ Այնպես որ միտքը շատ կարևոր եւ հզորագույն զենք է յուրաքանչյուրի ձեռքին, որը հնարավոր է գործածել, ուղղակի պետք է իմանալ ինչպես այն աշխատեցնել։ Պետք է սկսել սեփական հույզերը ճանաչելու, զարգացնել հուզական ինտելեկտը, փորձել ազնիվ լինել, ինչպես կարելի է զարգացնել, տարբեր վարժություններ կան համացանցում, կարծում եմ հնարավոր է տեսնել։ Այո, ճիշտ է։ Եվ ազնիվ լինի մարդն ինքն իր հետ, ցանկացած իրավիճակում, ինչ եմ ես ինձ զգում եւ կարծես թե իր ներսում փոքրիկ երեխա է, որը վախեցած է, որը տագնապած է, որ նեգատիվ մտքերը իրեն կարծես թե հանգիստ չեն տալիս, այ տեսնի այդ վիճակը եւ փորձի այստեղ եւ հիմա իրեն բերել։ Ինչ ունեմ ես հիմա, օրինակ մեկը, ինչ որ մեկը, որ կյանքի ինչ որ իրավիճակ է, իր մոտ թվում է աշխարհի վերջն է, բայց զուգահեռ ինքը ունի շատ լավ ընտանիք, որը աջակցող է, սիրող է, ինքը ունի իր երազանքների աշխատանքը, ինքը ունի լավ ընկերներ, ինքն ապրում է իր ուզած կյանքով, եթե համեմատում է իր մանկությանը, հա, ինքը ունի իր երազանքների ամուսինը, որտեղ սիրված, հարգված է իրեն զգում, եւ ինքը այս ամենը չի տեսնում, ֆոկուսը գնաց, կենտրոնացում է նեգատիվ վիճակի վրա եւ կարծես թե սա մեծանում է ու փակում է այն ինչը ունի ինքը, որ պիտի լիներ այն աջակցությունը, որը կօգներ հաղթահարել այս վիճակը։ Դրա համար առաջարկում եմ այդ շնորհակալության սկզբունքով ամեն անգամ մարդ երբ որ իրեն զգում է այդ նեգատիվ հույզերի գրոհի ներքո, հիշել ինչ ունի ինքը, ինչ ունի, որն իրեն ուրախացնում է, ինչ ունի, որն իրեն տալիս է ամրություն, ուժ, ինչ ունի կամ ունի, ով հավատում է իր ուժերին, ում կարող է ինքը ցանկացած պահի օրվա որ ժամին ուզում է լինի դիմել եւ նա սրտաբաց կընդունի, կօգնի, կաջակցի, էներգիայով կլիցքավորի։ Մարդը սոցիալական էակ է եւ կարեւոր է լինել մարդկանց մեջ։ Ինովացիոն զարգացման զուգահեռ մենք այդ իզոլացմանն ենք գնում, փակվում ենք մեր մեջ եւ դա ոչնչացնող էֆեկտ ունի, դեստրուկտիվ ծրագիր է։ Պետք է դուրս գալ այդտեղից եւ մարդը պետք է մարդուն եւ մարդը արժեք է մարդու հետ, ոչ թե միայնության մեջ ուղղակի ինքն իր հետ։ Ես էլ իմ կողմից կավելացնեմ, որ հաճախ երազեք։ Սա նույնպես լիցքեր հաղորդող զբաղմունք է, սնուցում է եւ հոգին, եւ միտքը, եւ ժուպիտի առաջացնում։ Եվ թույլ է տալիս մարդուն զգալ, որ ինքը ունի լայն թևեր, մեծ թևեր, որը տալիս այդ ճախրելու հնարավորությունը։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եւս։ Այստեղից հետևություն հաճախ քայլեք միայնակ, քայլեք երազելով եւ օգտագործեք սեփական միտքը սեփական նպատակներին հասնելու համար։ Հանդիպելու ենք նորից։